Հայաստանում եթե top 5 գինեկոլոգ առանձնացնեք, top 5-ի մեջ հաստատ դուք կաք։ Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հանդիսացավ իմ առաջի քայլերը Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Ու դուք միշտ զբաղված եք։ Ես գիտեի թե փոխտնօրենները զբաղված չեն։ Այդ պայն դու մոռանում ես ով է, ինչա քո համար կարևորը հիվանդն է։ Շատ գինեկոլոգներ, էլի որ հյուր եմ հրավիրում, ասում են դե այդ թեմայով մենք չենք զբաղվում, այդ թեմայով դա էնդոմետրիոզն է։ Տեսնում ես որ դաշտանային ցիկլի ժամանակա ցավերը ուժեղանում, հասկանում ես որ դա էնդոմետրիոզի օջախ է։ Այդ ամեն ինչը հենց բուժման ոսկե ստանդարտն է համարվում։ Երբ կծննդաբերի, ասում գիտեք, մանկաբարձությունը մաթեմատիկա չի։ Տղամարդը պետք է ներկա լինի կնոջ ծննդաբերությանը։ Մարտի 8 վաղը մարտի 8-ն է։ Վաղը ամենակարևոր տոներից մեկն է, բայց գաղտնիք բացեմ հիմա հունվարի 9-ը, թե 8-ն է, հունվարի 8-ն է։ 8-ն է, հունվարի մենք մի քանի ամիս շուտ ենք սկսել նկարահանումները։ Սիրելի կանայք, վաղը ձեր համար կարևոր օր է։ Թող գնահատված լինեք, սիրված եւ բոլորի կողմից ընդունված, հարգված եւ շատ ենք էլի սիրում ձեզ։ Իսկ այսօրվա մեր հյուրը Երևան քաղաքի գլխավոր կինն է։ Երևան քաղաքի կանանց գլխավոր բժիշկ, Երևան քաղաքի գլխավոր գինեկոլոգ, Շենգավիթ ԲԿ բուժգծով փոխտնօրեն, հոյակապ մարդ, շատ թեթև անձնավորություն, Ռուսուդան Սերգեյ Վարդանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռուսուդան Սերգեյևնա, դուք կյանքում ավելի աշխույժ, հավեսով, ասենց ժպտերես անձնավորություն եք։ Մեր հաղորդմանն է տենց կլնեք էլի։ Պարտադիր։ Ոնց եք։ Լավ։ Ինչ ակնկալիքներ ունեք վաղը մարտի 8-ից։ Մարտի 8-ին տոնն է, որ միշտ sense ինչ էլ ուզում է լինի, պետք է sense պայծառ, սիրուն, ծաղիկներով լի։ Չգիտեմ, շնորհավորանքներ, սիրում եմ ես այդ տոնը։ Այս տարի քաշե Կիրակի օրն է։ Ոչինչ։ Ոչինչ, այդպես պատահում է։ Այսօր խոսելու ենք կանանց առողջությունից, բայց խոսելու ենք թեմաներից, որոնք ակտուալ են այժմյան հիմիկվա մեր տարաշրջանում, հիմիկվա մեր ժամանակաշրջանում, բայց սկզբից Ռուսուդան Սերգեյևնա, իմ ամենասիրած հարցն եմ ուզում տամ, ճիշտ է, մեր պրոդյուսերներն ասում են, դա շատ են առաջ տալի մի հարցրու, բայց ինձ անձամբ դա հետաքրքիր է, դա միշտ հարցնում եմ։ Ոնց եղավ որ բժիշկ դառաք։ Երկար պատմություն է։ Երրորդ սերնդում բժիշկ եմ, սկսվել է այդ ամեն ինչ իմ տատիկից, շատ հաճախ պատմել եմ, իմ էջում էլ կա այդ պատմությունը, տատիկս ինքը 42 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, այն ժամանակ ինստիտուտ էր եւ իմիջիալը շատ կարճ է տևել այդ ժամանակ, որտեվ պատերազմ ա եղել եւ իրենց զորակոչել են մեծ հայրենական պատերազմ։ Եվ ինքը անցել է 42-ից մինչև 45 թվականը եղել է ֆրոնտում, ռազմաճակատում, վերադարձել է, լինելով իրար ուրեմն ժամանակ անվանական թոշակառու, մեծ պերսպեկտիվաներով կլինիցիստ, ասել է այնքան եմ տեսել արյուն, ցավ, մահ եւ այլն չեմ ուզում։ Եվ գնացել է դասավանդել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, հասնելով մինչև ամբիոնի վարիչ։ Որ ամբիոնի։ Այն ժամանակ սոցիալական հիգիենա, այդ ամբիոնի վարիչն է եղել տատիկս։ Մայրիկս, երբ որ արդեն մայրիկս, մորաքույրս, երկու մորաքույրերս, իրենք նույնպես ընտրել են բժշկի ճանապարհը, մայրիկս ինքը տեսական բժշկություն է զբաղվում, մի մորաքույրս ստոմատոլոգ է, մի մորաքույրս կարդիոլոգ է եղել, եւ այդ ընտանիքում այդ Հետո եկավ դու Վալենտինան, Վալենտինան, մորաքրոջս երեխաները, մի խոսքով ոնց որ ընտրության հարցեր, բայց միշտ դա եմ ասում, որ 8-րդ դասարանը երբ որ ավարտում էի, սենց երկընտանք էր, հա, եւ երկընտրության ոնց որ հարցեր, որովհետեւ շատ էի սիրում նաեւ դիվանագիտությունը, լեզուները բավականին հեշտ էր ինձ տրվում եւ այն ժամանակ սովետական միություն էր եւ դիվանագիտության որևէ տարբերակ ֆակուլտետ Երևանում չկար, պետք էր գնալ Մոսկվա, հայրիկս հայ պապա ոնց մենակ հանրակացարան բան եւ այլն պատկերացրեցի մոտավորապես կպատկերացնեք ոչ դա բացառվում է եւ իսկ ոնց որ հավասարաչափ դա բժշկությունն էր որտեվ տանը դա էր տեսնում հայրիկս բժիշկ չէր բայց մի խոսքով դա արդեն ընտրություն եղավ եւ ես մի րոպե չեմ փոշմանում Հիմա կարող է Լավրովի տեղը ուրիշ հայելներ, հա։ Կարող է։ Միդոն նստած։ Այո, կարող է, բայց Ամերիկա։ Դա, կնոպկա։ Կնոպկա։ Հա, բայց ես չեմ փոշմանում ոչ մի պահ, որ ընտրել եմ բժշկի մասնագիտությունը, իսկ ինչ վերաբերում է հենց գինեկոլոգիային, դա էլ եկավ։ Տատիկս ուզում էր գինեկոլոգ, դա ասեցի։
չուզեցավ կլինիկական առարկա, մայրիկս ուզում էր, բայց հայրիկս խնդրեց, որ այնպիսի մասնագիտություն ընտրի, որտեղ հերթապահությունն բացակայեն, Այ քեզ մնաց, պապան այո, Զյաց Սերգեյեչի ուզեցել, հա։ այո, եւ հասավ նրան, որ ասի ես գինեկոլոգիան կընտրեմ, որտեվ այդ ոնց որ բան էր։ Սկզբից իմ մոտ էլի առաջի 3 կուրսում ուզում էի ընտրեի քիթկոկորտական ջաբանություն, ոնց որ բան էր, իսկ հետո արդեն գնալով կլինիկա, ընտրեցի, արդեն կլինիկա հաճախելով ընտրեցի գինեկոլոգիան։ Իսկ պատկերացնեք, որ մի օր հասնելու եք սենց բարձունքների, որովհետև այսօր Հայաստանում եթե top 5 գինեկոլոգ առանձնացրեք, top 5-ի մեջ հաստատ դուք կաք։ Պաշտոնից ելնելով էլ չէ, որ դուք Երևան քաղաքի գլխավոր գինեկոլոգն եք, այլ մարդկանց արձագանքից, բուժումներից եւ այլն։ Շնորհակալ եմ նման բարձր գնահատականի համար, ես մի քիչ ավելի բան եմ, հա, Համեստ։ հա, ես չեմ թերագնահատում ինչ որ բաները, բայց իհարկե շնորհակալ եմ կրկին։ Գիտեք ոնց, ես համարում եմ, որ երբ որ մարդ ընտրում է ինչ որ ուղի, նա պետքա ունենա ինչ որ էտապներ, հա, ինչ որ կետեր, որոնց ինքը հասնում է եւ գնում է հաջորդ կետին։ Ի նկատի ունեմ, չեմ պատկերացրել, չէ։ Ես ինձ պատկերացրել եմ մի քիչ այլ բնագավառում, ես պատկերացրել եմ, որ ես դասավանդելու, այսինքն էլի մանկաբարձություն գինեկոլոգ, ես պատկերացրել եմ, ասենք, այս ամեն ինչը ոչ այդքան պրակտիկի մեջ, այլ պրակտիկը եւ գիտականը, հա, իրար հետ, այսինքն ես պատկերացրել եմ, որ շատ հավանական է, որ ես ասենք դասավանդեի նաեւ, բայց այնպես ստացվեց, որ իմ ամբողջ այդ գործունեությունը պրակտիկ բժշկության մեջ ծավալվեց։ Այո, այսօր ես իհարկե եւ խոսում դասավանդում եմ, բայց դասավանդում եմ արդեն բժիշկների համար, ասենք մասնակցում եմ տարբեր ծրագրերի, մասնակցում եմ տարբեր միջոցառումների։ Ես լսել ձեր լեկցիաները, հա։ Հա, պրոյեկտներ, ասենք թե դրանից բացի ես նաեւ միջազգային կազմակերպությունները, որ ասենք թե եթե անցկացնում են բաներ, ուրեմն սեմինարներ, գիտագործնական, ես 2012 թվականից նաև մասնակցում եմ դրան։ Ինձ դա ավելի ոնց որ գրավեց, շատ հետաքրքիր է, բայց գիտեք ոնց է, կարող էր եւ այդպես չլիներ, որովհետեւ ռուսերեն մի հատ խոսք կա, оказаться в нужное время в нужном месте։ Իմ համար այդ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հանդիսացավ իմ առաջի քայլերը Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Այդ ժամանակ նա Շենգավիթ բժշկական կենտրոն չէր, դա երրորդ ծննդատունն էր Երևան քաղաքի։ Մի 2 տարուց հետո արդեն մենք վերանվանվեցինք Շենգավիթ բժշկական կենտրոն, ինձ թվում է այդ դա եղավ իմ բուստը։ Այո, այդ բուստ կոչված, այսօր շատ ընդունված բառը այդտեղից սկսվեց, որտեվ ես այդտեղ սկսեցի իմ պրոֆեսիոնալ ուղին եւ համարում եմ, որ այո, դա եղավ երևի թե էքսպերիմենտալ մի ժամանակաշրջան եղավ։ Մի քանի բուժ հիմնարկներ ընտրեցին այդ տարբերակը, որովհետև սովետական միությունից մնացել էր այդպես, որ ասենք կար ռոտացիայի պրինցիպ, մանկաբարձ գինեկոլոգի ինքը 1 տարի աշխատում էր մեկ բաժնում, հետո փոխվում էր այդպես եւ հերթապահում էր պարզբանը, բայց ասենք թե եթե դու այդ պահին գինեկոլոգիական բաժանմունքում ես, ապա նամանտ այն ժամանակ on-call հրավիրված մասնագետ ծնունդ եւ այլն, դու մենակ քո հերթապահության ժամանակ կարող էիր ծնունդ վարեիր կամ մի խոսքով մի ինչ որ կամ հղիությունը հսկում էին միայն կանանց կոնսուլտացիայի բժիշկները, այսինքն այդ ուրեմն տարանջատումը եւ խիստ սահմանները, որոնք կային, նրանք այն հիմնարկները, մի քանի հիմնարկ Երևան քաղաքում, որոնք դա վերացրեցին 90-ականների վերջին, մեկը Շենգավիթն է, մեկը Երևանին հանրապետական, գուցե ես այդքանը գիտեմ, երբ որ մենք սկսեցինք երիտասարդ բժիշկները, մեր մենտորների, մեր ուսուցիչների ուրեմն ղեկավարության եւ հովանու ներքո սկսեցինք սովորել եւ աշխատել ավելի համալիր, այսինքն եւ մանկաբարձությունում, եւ գինեկոլոգիայում, եւ ամբուլատոր պրիոմ, այսինքն այն ինչ որ դու կարողանում ես, դու կարող ես անել, ինչին դու ինչը չես տիրապետում, գնա սովորի, արի, արա։ Դա, եւ դա իհարկե մեր կլինիկայում դա իշնորհիվ երջանկահիշատակ Սերգեյ Ալեքսանդր-Ճուրումյանի եղավ, որը գնաց Ամերիկա, սովորեց այդ նոր կառավարման։ Այո, ինքը մանկաբարձ գինեկոլոգ էր, ես ժառանգել եմ Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ գինեկոլոգի ուրեմն այդ պաշտոնը իրենից, ինչին եւ իրեն եմ շնորհակալ իհարկե բացառապես։ Տեսեք, այդ մոդելը, երբ որ ինքը գնաց, ուսումնասիրեց, որպես բերեց, եւ մենք սկսեցինք աշխատել այդ
ուրեմն մոդելով եւ ես նոր ընդունվեցի աշխատանքի եւ ես էլ աշխատեցի այդ ոճով եւ ասեմ բոլոր այն իմ գոլեգաները, որոնք սկսեցինք մենք միասին երիտասարդ, մի քիչ մեծ, մի քիչ փոքր, մենք բոլորս էլ բավականին արագ այսպես ասած ոտքի կանգնեցինք։ Ես Շենգավիթի պատմությունը, երրորդ ծննդատան պատմությունը լսել եմ երրորդ ծննդատան հիմնադիրներից մեկի երկար զրույցների ժամանակ Լևոն Իշխանիչը, Լևոն Իշխանիչը ինձ ես իրան մի օր ուզում եմ հրավիրեմ, ու ինքը այդ պատմությունը պատմի, հա, շատ հետաքրքիր է պատմում։ Շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում, թե իրանք ոնց էին կռիվ տալով սովետական նոմենկլատուրայի հետ ստեղծում էր ծննդատուն, ու շատ հետաքրքիր պատմություններ կա։ Այո։ Ձեր տատիկի անուն ազգանունը ասեք։ Շողիկ Պետրոսովնա Պապոյան։ Շողիկ Պետրոսովնա Պապոյանի տոնն է մարտի 8-ը, մարդկանց հենց ի սկզբանե այն կանանց տոնն է, ովքեր ջնջում էին սահմաններ ու նույն հայրենիքի պաշտպանությանն էին մասնակցում, խոնարհվում ենք նման մարդկանց առաջ, հուսամ մարտի 8-ին ես մեր կոմենտներում էլ Տիկին Պապոյանին մնացած բոլոր հերոսներին, ովքեր մեր բոլոր պատերազմներում կին հերոսները տղամարդկանց հետ համահավասար կռիվ են տվել մեր ազատության, անկախության, մեր գիտելիքների եւ արժեքների համար։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտ-անոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Ռուստան Սերգեևնա, ես գիտեք, մենք երրորդ անգամ ենք փորձում ձեր հետ հաղորդում նկարել, ու դուք միշտ զբաղված եք։ Ես գիտեի, թե փոխտնօրենները զբաղված չեն ելնում։ Հա, եւ ձեզ գաղտնիք բացեմ, մենք միշտ պայմանավորվում ենք Ռուստան Սերգեևնայի մոտ միշտ արնահոսող հիվանդել նո, հա։ Ոնց եք վերաբերվում, երբ որ DVS-ով, երբ որ հելփ համախտանիշով, երբ որ լուրջ պրեկլամպսիաներով ու տես ծանր հղիներ է լինում, ոնց եք դուք հավաքվում ու սկսում աշխատել այդ պահին, որովհետև մեր բժշկության մեջ մի հատ վատ տենդենց կա, դուք էլ նկատած կլինեք, մի բան այն չի, ուղիղ այսենց մի թեթև շեղվում է, մենք մեր հիվանդանոցը չի կա, գնացեք ստեղ թող զբաղվեն, հա, ու այդ դուխը կորում է, ինչի հետ է կապված այդ քաջության կորուստը բժիշկների մոտ, ու դուք ոնց եք հավաքվում։ Ես ձեր հերոսությունների մասին լսել եմ, էլի, բայց հա, ոնց եք ձեզ պահին գտնում։ Թե չեք գտնում, այսինքն դա արդեն պրոստը աշխատանքային բան է։ Չէ։ Գիտեք, միտումը կա իհարկե, օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներ կան։ Օբյեկտիվ պատճառներից մեկը այն է, որ բժիշկները անպաշտպան են շատ դեպքերում եւ ինչ էլ անեն, ամենավերջի հնարավորությունն էլ օգտագործեն, եթե ելքը լինի անհաջող, մեկը մեղավոր կարող են դուրս գալ։ Դա մեր օրերի խնդիրներից մեկն է, որը հուսամ որ կլուծվի։ Հուսամ որ այդ հարցը կլուծվի, բժիշկների պաշտպանության ասոցիացիան, տեսեք, պացիենտի ունենք, պացիենտամետ գործողություններ արվում են։ Ես համարում եմ, որ մեր գոլեգաներից կային քայլեր, իհարկե, որոնք փորձում էին նաև բժշկամետ այդ գաղափարները առաջ տանել։ Մի խոսքով դա օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ շատ կան, օբյեկտիվն էլ կա, բայց մանկաբարձության մեջ հենց Շենգալ բժշկական կենտրոնը, որտեղ ես աշխատում եմ, մենք դա նույնպես մեր ղեկավարի Սիգայսյան Ճուրումյանի շնորհքն է, ինքը հավաքեց մի կոլեկտիվ, մի անձնակազմ, որոնք որ ասում եմ մի հոսքի վրա։ Մենք կարող է օրվա ընթացքում ինչ որ հարցով ունենանք վեճ, մենք կարող է պատահի ինչ որ հարցում չլինենք համակարծիք, բայց եթե կա խնդիր, ապա կոլեկտիվը համախմբվում է։ Եվ ես գիտեմ, որ շատ բուժ հիմնարկներ հենց մանկաբարձագինեկոլոգիական կոլեկտիվներ աշխատում են այդ գաղափարով։ Այդ պայն դու մոռանում ես ով է, ինչ է քո համար կարևորը հիվանդն է։ Եթե ասենք թե
էլեմենտար դու կարող ես զանգում ես հիվանդ ես ուղարկում, ես դա ասում եմ, երբ որ ես դեռ ադմինիստրացիան թե բաժանմունքի վարիչ էի, հա, զանգում ես հիվանդ ես ուղարկում, մենք քեզ ասում են, որ ինչ որ խնդիր կա, ու դու այդ պահին զանգում ես ռեանիմացիա կամ անեստեզիոլոգ ռեանիմացիա, ինչ ես ասում, պետք է գանք։ Պետք է մենք ավել մարդ գա, ասենք թե կարող է պատահի արդեն ծառայության ղեկավարները բոլորը կա, ասենք թե սիտուացիա լինում չէ, ամեն ինչը հսկվում, վերահսկելի է, սիտուացիա կա, չէ, վեկացեք, հələ եկեք տեսնի, այսինքն նույնն էլ ծնարանում էքստրենի իրավիճակ է, չես նայում ով է, ինչ է, դու ամեն ինչը թողնում ես, դու վազում ես կողքի ծնարան եւ բոլորս համախմբվում ենք, դա վերջերս ասեք հա, նույնը այդ վերջի անգամ որ մենք չկարողացանք հանդիպել, դա այդպես էր, որովհետեւ իրավիճակը օրհասական պահ էր, իսկապես շատ ծանր իրավիճակ էր եւ մենք ամեն ինչ արեցինք որ կնոջ ներքին սեռական օրգանները պահպանվեն եւ նա կրկին մայրանալու հնարավորություն ունենա, սակայն իրավիճակը այնպեսին ստեղծվեց, որ մենք դա չկարողացանք անել։ Մենք կյանքի ցուցումով գնացինք նրան, այո, էքստրպացիա ենք արել, ստիպված ենք արել։ Եվ շատ դեպքերում, երբ որ անալիզ է արվում, հա, ասենք թե հիվանդները դժգոհություն, այս մարդիկ, այս ընտանիքը կողքներս բոլորը ման էին գալի, հենց ինքը կին ասում է, ես հասկացա դուք ինչ արեցիք։ Դա շատ կարևոր է, որ նաև պացիենտը հասկանում է, որ այդ պահին կյանքի ու մահու արանքում է գտնվում։ Եվ իհարկե այդ պահին մենք բոլորս համախմբվեցինք 3 րոպեվա ընթացքում։ Նոր տարվա գիշերը օրինակ ամսի 31-ին էլ հիմա ցենց իրավիճակ ստեղծվեց, անգամ վիրաբույժներն են հասել մերոնց օգնելու, որովհետև մանկաբարձությունը ինքը ես միշտ ասում եմ, որ օրինակ հարց են տալի, իսկ երբ կծննդաբերի, ասում գիտեք, մանկաբարձությունը մաթեմատիկա չի, դա այն իրավիճակները կարող են ստեղծվել, որը կարող է շատ արագ գործը առաջ գնա, կան իրավիճակներ, երբ որ դու սպասում ես, որ կինը 2-3 ժամվա մեջ կծնվի, սակայն 15-րդ ժամն է։ Այո, 15-րդ ժամն է գնում, ի նկատի մաթեմատիկա չի եւ մանկաբարձությունը այն իրավիճակն է եւ միշտ ես դա ասում եմ, որ այլ մասնագիտությունների բժիշկները իրանք մեծ մասամբ գործ ունեն իսկապես հիվանդ մարդու հետ, հա? Հիվանդ երկու առողջ մարդ։ Իսկ մեզ մոտ գալիս է առողջ կին, 1 հոգի եւ առողջ ինքն ու երեխան պետքա դուրս գրվեն։ Դու առողջի հետ գործ ունես եւ դու գործ ունես մի ամբողջ ընտանիքի, ապագայի մի ամբողջ ընտանիքի ճակատագրի հետ կարող ես դու գործ ունենաս եւ դու կարող ես քո փոքր անգամ սխալ կարող է ճակատագրական լինի։ Ձեր ասացի հիման վրա վերջերս ծանր պիելոնեֆրիտով հիվանդ ունի, այդ զանգելու հավաքվելու իմ ցենց ուրոլոգիական կնքահայրերից Երվանդ Սերգեյչին զանգում եմ, շատ ծանր իրավիճակ էր, որովհետև ծանր պիելոնեֆրիտ պլյուս կատեի տեղը անաֆիլաքսիա, հա, դա արդեն պատկերացրեցիք, պլյուս այնտեղ թարախակույտ, զանգեցի Երվանդ Սերգեյչին, ասաց դավ տուն եմ մտնում, հեսա մտնեմ ու գամ։ Այսինքն աշխատանքից տուն էր գնում, մենք լրիվ ուրիշ հիվանդանոցում, չնայած կարիքը չեղավ, ինքը հեռախոսացություններով բանով մենք հասանք նրան, որ հիվանդը շատ լավ դուրս գրվեց հիվանդանոցից, բայց ուզում եմ ասեմ, որ իրավիճակներ կա, որ այդ թիմային աշխատանքը իրոք կարևոր է։ Մանկաբարձության մասին ես ամենավառ օրինակը, ես վախում եմ հղիներից։ Ես եմ բժիշկներից, որ վախում եմ հղիներից, ու մեր գոլեգաների, որ հղի են ուղարկում իմ մոտ, ես միշտ շատ գիպերզգուշ եմ աշխատում։ Ինչի՞ց է այդ վախը ձևավորվել։ Կլինիկական արդինատուրայի տարիներին ես աշխատում էի երևի Ռուսաստանի հարավի ամենահզոր հիվանդանոցում։ Մենք ունենք 3 վերտալյոտ, ռոբոտ, 11 կատեի սենյակ, 11 կատե էր աշխատում, MRT-ներ, 50 քանի վիրահատարան, 3-4 հազար հոգանոց պերսոնալ, մենք հղիներ չէինք ընդունում։ Երբ որ հղին գա, մենք երիկամի սրտի տրանսպլանտացիա էին անում, թոքերի կողքից երիկամի ինչ որ ֆենոմենալ բաներ էին անում, բայց մեր մոտ մեր գլխավոր բժիշկը չգրված օրենք էր, թե ուրոլոգիայում, թե թոքային խիրուրգիայում հղիները գնում են ծննդատուն, այնտեղ կան մասնագետներ, հղիներ չեն ընդունում, ուտած այդ ֆոբիան էլ է ձևավորել, Պարխանովը մեր գլխավոր բժիշկը ասում էր «Беременных не принимаем»։ Ու վայն եկել էր, եթե դու հղի վեկալես ստենդավորման, կարող է դուրս գրել, բայց հետո քթիցդ բերեր այդ, որովհետև հիվանդանոցը ասում եմ շատ ֆանտաստիկ բաներ էր անում, բայց միշտ հղիություն ինքը անսպասելի, մեկ-մեկ անխուսափելի հետևանքներ կարելի ու դու մինչև հիմա չենք էլ հասկանում ինչ է այդ ամեն ինչը։
Ռուստան Սերգեևնը, այն թեման, որ ուզում եմ խոսամ, շատ գինեկոլոգներ, էլի որ հյուր եմ հրավիրում, ասում են դե թեմայով մենք չենք զբաղվում, այդ թեմավանջը դա էնդոմետրիոզն է։ Ինչի համար եմ ես էնդոմետրիոզին անդրադառնում, որովհետև ունեմ պացիենտներ, ովքեր ունեն էնդոմետրիոզ, ովքեր վիրահատվել են էնդոմետրիոզ, բայց իրեն գալիս են միզապարկի ցավերից բողոքելով ու երբ որ դու ուրոլոգիական ամեն ինչը շղթում ես, դու արդեն սկսում ես մտածել, որ էնդոմետրիոզը սկսում է կրկնվել, ուղարկում ես սոնոգրաֆիայի, հետո հասկանում ես, որ քաղաքում երկու հոգի է կարող է սոնոգրաֆիան իրականացնի, մեկ-երկու հոգի է կարող նայի, որ այդ էնդոմետրիոզի օջախները տեսնա։ Ինչ է էնդոմետրիոզը ու ինչքանով է ինքը վտանգավոր, թե ինքը ուղղակի կյանքն է կնոջ հարամում, ասենց ասած։ Ну էնդոմետրիոզը եթե քանի որ ես սիրում եմ նման տիպի զրույցներ, որ մենք խոսում ենք ոչ միայն մենք չենք կարող ասենք մեր հանդիսատեսին եւ մեր ունկնդրողին արգանդի լորձաթաղանթի ատիպիկ աճը ատիպի եւ այլն, այսինքն ես միշտ ասում եմ երբ որ ասենց պարզ խոսքերով դա արգանդի ներսին ամենեներսի ներքին շերտի տարածումն է օրգանիզմով, որ ոնց կտարածվի, ինչ տեսություններ կան, դա իհարկե մենք հիմա դրա վրա չենք բանանում, դրա համար կա այլ հարթակ, հա։ Փաստացի նա է, որ ինքը լորձաթաղանթը, հա, ներքին շերտը, ինքը կնոջ դաշտանային ցիկլի ընթացքում ինչ պատճառներով, դա եթե մենք խոսում ենք դա այդ տեսության մասին, շատ հավանական է, որ ռետրոգրադ տարբերակով ընկնում է որովայնի խոռոչ կամ ասենք ամենաէլեմենտարը, երբ մենք խոսում ենք ինչպես է դա լինում, էլեմենտար կեսարյան հատման ժամանակ ինչքան էլ մանրակրկիտ եւ ինչքան էլ ասենց ճշգրիտ դու չաշխատես, կարող է պատահի այդ էնդոմետրիումի մի ինչ որ հատված, հա, ինքը դեցիդոլազվածված է եւ այլն, բայց ինքը կարող է ենթամաշկում մնա եւ շատ հաճախ մենք ունենք դեպքեր, երբ որ կինը կեսարյան հատումներից հետո գալիս է ասենց այդ կարի շուրջը ունի որոշակի գոյացություն, նայում ես, տեսնում ես, կլինիկան տեսնում ես, որ դաշտանային ցիկլի ժամանակ է ցավերը ուժեղանում, հասկանում ես, որ դա էնդոմետրիոզի օջախ է։ Այսինքն դա յատրոգեն է փաստորեն մենք ենք պատճառը, որովհետև կեսարյան հատման ժամանակ այդ մեսայեղի, որ նա դուրս է։ Նույնն էլ բնությունը, հա, դաշտանի ժամանակ է հետ մղվում դեպի որովայնի խոռոչ եւ այնտեղ հարմար միջավայրում ինքը կպնում է, առաջացնում է բորբոքային process, նրանից բացի որ պրոլիֆերատիվ process, այսինքն բազմանալու process է, ինքը ամեն դաշտանի ժամանակ ոնց որ աշխատում է եւ դաշտանային ցիկլի ժամանակ ինքը հորմոնալ փոփոխությունների ընթացքում այդ պրոլիֆերացիան լինում է, նաեւ ինքը տեղային բորբոքում է առաջացնում եւ բերում է բազմաթիվ փոփոխությունների, բերում է բազմաթիվ խնդիրների։ Ինչու է այսօր էնդոմետրիոզը այդքան կարևորվում։ Ինչու։ Որովհետև մենք ապրում ենք մի դարաշրջանում, որը կտրուկ տարբերվում է նախորդ դարերից։ Ես միշտ դա իմ դասախոսությունների ժամանակ եմ ասում եւ ունեմ սլայդ դրա մասին։ Տեսեք, եթե մենք նայենք 21-րդ դարի սկիզբ, 20-րդ դարի սկիզբ, 19-րդ դարի վերջ կանայք ունենում էին մի քիչ ավելի ուշ իրենց մոտ մենարխին, այսինքն դաշտանում մի փոքր ավելի ուշ էր սկսում, բայց իրանք ավելի շուտ էին ամուսնանում, իրանք ավելի երկար էին կերակրում, իրենք այդ ինտերգենետիկ ժամանակահատվածը ավելի կարճ էր, ունենում էին ավելի շատ երեխաներ եւ եթե մենք նայենք իրենց կյանքի ընթացքում, իրանք ունենում էին մոտավորապես միջինը 150 դաշտանային արունասություն, 150 դաշտան։ Այսինքն ընդամենը այդ ամբողջ ընթացքում, то есть ծննդաբերում էին 12 տարվա, հա։ Չէ, ոչ թե 10, ամբողջ ընթացքում։ Հա, հասկացա։ Ամբողջ ընթացքում, որովհետև ինքը հղիա 9 ամիս չկա, կերակրումը, լակտացիոն ամենօրյա եթե կա չկա, ռեզուլտատը, ասենք արդյունքում դա է դառնում։ Ինչ ունենք 20-րդ դարից սկսած, հա, ինչ ունենք, մի քիչ ավելի վաղ ամենարխին, ավելի ուշ են ամուսնանում, ավելի քիչ երեխաներ են ունենում, ավելի քիչ կարճ ժամանակահատված են կերակրում, միջինը 450 դաշտան։ Եվ եթե մենք ռետրոգրադ տեսությանն ենք նայում, որ հետ է մղվում դեպի որովայնի խոռոչ, 3 անգամ ավելի շատ է մեծ է այդ ռիսկը էնդոմետրիոզի զարգացման։ Ահա, հասկանալի է։ Եվ նաև եթե մենք խոսում ենք հորմոնալ դիսբալանսի մասին եւ մենք ասում ենք, որ դա էստրոգեն կախյալ հիվանդություն է։ Էստրոգենը ճարպ է։ Այդ հետ նու ճարպից է դա մենք արդեն կխոսենք էստրոգենների հետ կապված ինքը նաև ես դրան կհասնեմ հիմա կասեմ դա ճարպի հետ որքանով կապ ունենում տեսեք
այդ պարագայում, եթե մենք ասում ենք, փաստորեն մենք կարող ենք անվանել դա, կա նաև գրականության մեջ, որ դա օվուլյացիայի հիվանդություն է, այսինքն ինչքան շատ կան օվուլյացիաներ, որոնք չեն ավարտվում, ձվազատումներ, որոնք չեն ավարտվում հղիությունով, այնքան այդ բուստը, այդ դուրս գալը, հորմոնալ այդ իրադարձությունը արդեն կարող է բացասական ազդել կնոջ օրգանիզմի վրա։ Որտեղ իմպլանտացիա կլինի այդ լորձաթաղանթի հատվածը, փողի վրա կլինի, ձվարանի վրա կլինի, որովայնամզի վրա կլինի, եթե մենք խոսում ենք ուրոլգնի, միզուղիների վրա կլինի, միզապարկի վրա կլինի, թե որտեղ կլինի արդեն, դա արդեն ընդհանրապես անկախատեսելի է։ Այդպիսով, եթե մենք խոսում ենք մեր գիտական հատվածով, մենք ունենք նաև գայդլայններ, ունենք տարբեր տեսակի, չէ, ցանկացած այսօր մենք խոսում ենք ապացուցահեն բժշկության մասին, հա, եւ evidence based protocols, այսինքն մենք ունենք ապացուցահեն եւ ուրեմն ապացուցողական բժշկության հիմքում ընկած են ուղեցույցները, գործելակարգերը եւ այլն, հա, եւ մեր ամենամեծ էնդոմետրիոզին նվիրված դա եվրոպական ուրեմն վերարտադրողականության եւ էմբրիոլոգիայի ուրեմն ասոցիացիայի այդ կլինիկական ուղեցույցն է, հա, էշրեյ այսպես հապավումը անգլերեն, ինքը դե գիտեք, բոլորս գիտենք, որ 5 տարի 1, 4 տարի 1, 3 տարի 1 բոլոր ուղեցույցները ինքնին ոնց որ թարմացվում են։ Այս 22 թվականի թարմացման մեջ կան 2 նոր գլուխներ։ Դա դեռահասների էնդոմետրիոզն է եւ դա հետդաշտանադադարային էնդոմետրիոզն է եւ երբ որ առաջներում ասում են դե լավ դաշտանադադարը կգա եւ էնդոմետրիոզը կվերջանա այնուամենայնիվ եթե մենք գնում ենք հորմոնալ դիսբալանսի ուղղությամբ ապա ճարպային հյուսվածքի արտադրվող էստրոգենը ինքը նույնպես կարող է ազդել այդ էկտոպիայի վրա, այդ օջախի վրա, որը հայտնվել է արգանդից դուրս։ Այսինքն նույն GLP-1-ի ագոնիստները բարիատրիկ վիրաբուժությունը ստեղ կարան նաև հարցի լուծում դառնան պոստմենոպաուզալ տարիքում։ Դա ընդհանրապես պոստմենոպաուզալ տարիքում ինքը շատ հարցեր կա լուծելու, պարզապես էնդոմետրիոզի այդ ուղղությունը բուժելու դեռևս չի մտել որպես պրոտոկոլ։ Այնուամենայնիվ դա մենք ավելի շատ օգտագործում ենք ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի դեպքում։ Ես երբ որ վերապատրաստվել եմ դեռևս 2009 թվականին Ավստրիայում, այնպես հետաքրքիր էր Երևանում նոր բարիատրիկ վիրաբուժության մասին խոսք էր գնում։ Երբ որ գալիս էր երիտասարդ կին կամ դեռահաս, գալիս էր ասենք հիմնական դաշտանը ավել քաշ ու հիմնական գանգատիչն է դաշտան չկա կամ հազվադեպ դաշտան են կամ շատ սակավ եւ այլն հորմոնալ ստատուսը գնահատում էին պարզապես գնահատելու նրա նպատակով որ հասկանալ հետագայում ինչ անը բայց առաջի բուժման բանը դա բարիատրիկ վիրաբուժություններ նրանք չէին ասենք կոնտրացեպտիվ իրանք ասում էին դու գնա նիհարի մենք քո կոնտրացեպտիվը բուժող բանով նպատակով կնշանակենք, բայց դու քաշիդ հարցը լուծի 17 տարի առաջ։ 17 նո GLP-1-ի ագոնիստներն ու Ozempic-ը նույն Mounjaro-ն ու Degov-ը նրանք նորություն նորից 12 թվականից արդեն կիրառվում են։ Այո։ Նրանք 13 տարի արդեն, հա։ 13 տարի է կիրառվում, դե մեր Հայաստանում վերջի 6 երևի տարվա պատմություն կա, 6-5 տարվա պատմություն կա նրանց կիրառման, բայց ես ասում եմ Պարացիորեն ընդամենը 20 տարի չի անցել, երբ որ պարզապես բուժման մեթոդներից մեկը դա էր, իսկ եթե մենք իրան գնահատենք իր ցուցանիշներով ինքը տիպիկ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի աղջիկ կին, բայց առաջինը դա էր դրվում որպես հարց։ Էնդոմետրիոզից խոսեցինք, իսկ իր բուժումը, վիրահատական բուժումը, երբ որ մտնում օջախները հատ-հատ մաքրվում են։ Այդ ամեն ինչը հենց բուժման ոսկե ստանդարտն է համարվում։ Ցավոտ հարց է։ Ահա։ Ինչու է ցավոտ հարց, որովհետև Այստեղ հարցը որտեղ մյուս դաշտանին կարա նույն process-ը Հա, չէ, եկեք մանանենք, դա հասկանանք, ուրեմն ինչպես է ուղեցույցը մեզ խորհուրդ տալի։ Առաջնահերթ պետք է հասկանալ կնոջ նպատակները, այսինքն դա կյանքի որակի լավացումն է, ասենք ինքը լուծել է բոլոր իրան վերարտադրողական խնդիրները, ունի այս հարցը եւ իր կյանքի որակը լավը չի այս պարագայում։ Եվ սկզբից իհարկե ոնց որ ցանկացած այլ
իրավիճակում խորհուրդ է տրվում դեղորայքային փորձել այդ հարցը լուծել։ Ինչու էնդոմետրիոզի ժամանակ դա շատ կարևոր, ինչու եմ ես ասում, որ դա ցավոտ հարց է, որովհետև այսօր միջազգային էքսպերտները եկել են այն եզրակացության, որ էնդոմետրիոզի կապակցությամբ վիրահատությունը կնոջ մոտ կարող է լինել ընդամենը կյանքում մեկ անգամ եւ պետքա կատարվի բարձր որակավորում ունեցող գինեկոլոգ վիրաբուժի կողմից։ Եվ Իսկ ինչի մեկ անգամ։ բացատրեմ, որովհետև ամեն հաջորդ մեկ, այսինքն նա պետք է այդ որոշումը վիրահատության պետքա լինի հավասարակ, այսինքն այնքան հստակ, որ դա է եւ վերջ։ Ճարճ կա էլ, Ճարճ, ասենք թե այդ խնդիրը, որովհետև տեսեք, դուք էլ ասացիք, չէ, վիրահատեցինք մի ուժ դաշտանն է սկսվում, այստեղ էլ է հարցը պրոֆիլակտիկ բուժում նշանակել, նույն կոնտրացեպտիվը կամ պրոգեստերոնային պրեպարատ ռեցիդիվը բացառելու համար նույնպես այստեղ էլ է իրարամերժ կարծիքները եւ միշտ չէ որ այդ հակա ռեցիդիվային բուժումը էֆեկտիվ է լինում։ Տեսեք, ինքը ասեցինք, չէ, այլ հյուսվածք է ոչ իր տեղում, էստրոգեն պրոգեստերոնային ազդեցություն ամեն դաշտանային ցիկլի ժամանակ պրոլիֆերացիա սեկրեցիա բորբոքում եւ տեսեք, երբ որ դու երկրորդ անգամ ես, երրորդ անգամ այնտեղ արդեն այնպիսի կպումային process-ներ կարող են լինել, այնպիսի իրավիճակներ կարող են լինել, որ կինը այդ բոլոր վիրահատությունները ոչ թե իրեն բերեն կյանքի որակի լավացման, այլ հակառակը։ Ինչու։ Նաև տեսեք ինչի ենք ասում բարձր որակավորում ունեցող վիրաբուժի կողմից։ Որոշումը ընդունված է այստեղ թիմային աշխատանքի կարևորությունը կա։ Այսօր եղել ենք 24 թվականին եղել ենք Բուխարեստում European Endometriosis League conference-ին եւ գնալու ենք այս տարի։ Առանձին, ոնց որ առանձին այդ հիվանդության հետ կապված առանձին 2 տարի մեկ կոնֆերանս է կազմակերպվում եւ այսօր բուժման մեթոդները ընտրվում են իրենք ոչ թե անհատական, այլ թիմային աշխատանք եւ այդ թիմի մեջ մտնում են մանկաբարձ գինեկոլոգը, ուրոլոգը, վիրաբուժը, դիետոլոգ, գաստրոենտերոլոգ, ուրեմն հոգեբան, անգամ չինական բժշկության մասնագետ, որովհետև ակուպունկտուրա եւ այլն նույնպես ցավը վերացնելու մեղմելու։ Այո, ընդունելի միջոցառումներից մեկը, այսինքն թիմային էնդոմետրիոզի առանձին կենտրոններ են։ Ինչու, բացատրեմ, օրինակ եմ ձեզ բերում, դա մոտ ուրոլոգիական, ձեզ մոտիկ, ասենք մտնում է ոչ այնքան բարձր որակավորում ունեցող վիրաբուժը, առանց անունների, առանց որևէ բանի, լապարոսկոպիկ, օքեյ, շատ լավ եթե լապարոսկոպիկ, որտեղ կան որ մտնում են լապարատոմիկ, որը ընդհանրապես չքննարկվող հարցը այսօրվա տեխնիկայի զարգացման պարագայում եւ տեսնում է միզածորանի վրա օջախ։ Իսկ գինեկոլոգները ինչ են սիրում։ Միզածորան կտրել։ Չէ, ստե կտրելու հարցը չի։ Միզածորանի վրա տեսնում է օջախ կամ տեսնում է ուղիղ աղիքի վրա լուրջ օջախ, որը անգամ կարող է պենետրացիա գնա դեպի ուղիղ աղիքի լուսանցք եւ այլն, ասենք թե այդ ուղղությամբ։ Եվ ինքը աշխատում է ոչ բազմապրոֆիլային հիմնարկում, այլ սովորական գինեկոլոգիական ստացիոնարում։ Ինքը իր գործը ասենք թե անում է, բայց օջախները մնում է։ Ու տարածվում են ու մնում։ Օջախը մնում է, հա? Որովհետեւ ուրոլոգին կարողանա չի կարող այդ պահին կանչի։ Վիրաբուժին, եթե ասենք թե դա ուղիղ աղիքի հատվածն է, նա չի կարողանում կանչել։ Թիմային այսինքն ամենակարևորը այս պարագայում երբ գնալ վիրահատության, դա ախտորոշումն է, ճիշտ դիագնոստիկան։ Եթե մենք խոսում ենք դիագնոստիկ հնարավորությունների մասին, ապա մեր համար ուրեմն դիագնոստիկ ամենակարևոր բանը դա ուլտրաձայնային հետազոտությունն է, որը հավասար է նաև մագնիսառեզոնանսային։ Այդտեղ էլ է պետք է էքսպերտ։ Այստեղ էլ էքսպերտ, այո։ Երբ որ մենք խոսում ենք, տեսեք, ախտորոշումից խոսեցինք։ Այսօր ախտորոշման մեջ նաև նման ես դրա մասին լսել եմ մինչև այդ Բուխարեստի կոնֆերանսը, նաև այնտեղ լսեցի շատ դասախոսություններ, ուրեմն որոնք նվիրված էին թքի հիման վրա էնդոմետրիոզի դիագնոստիկային։ Այսինքն թքով դիագնոզել։ Չէ, ինքը որոշում է ինքը ուրեմն արհեստական բանականությունն է օգտագործում կոնկրետ բանն է
թքի մեջ հայտնաբերում։ Դա խոսքը ուրեմն անախտանիշ պացիենտների մասին, ու որոնք ուլտրաձայնի ընթացքում, ուլտրաձայնի կամ եթե հասել է MRI ընթացքում չի դիագնոզված։ Այդ դեպքում, ասենք թե քրոնիկ կոնքի ցավի դեպքում նման հետազոտությունը անելով եւ տեսնելով որ կա, ասենք թե նա դրական է այդ սալիվա տեստը, կապում ենք դա էնդոմետրիոզի հետ եւ գնում ենք կոնսերվատիվ բուժման, հա, ասենք թե այդ, բայց այդտեղ էլ շատ կարեւոր հարցը նա է, որ մենք այդ տեստը անում ենք, երբ որ մենք ուլտրաձայնով չենք ախտորոշել կամ բայց կասկածում ենք։ Հա, ուլտրաձայնով չենք ախտորոշել, MRI արել ենք, չենք արել, այստեղ այդքան էական չի, բայց այստեղ էլ է գալիս այդ կետը, որ ուլտրաձայն անող մասնագետն էլ պետք է բարձր որակավորման լինի եւ ինչպես դուք ասացիք Երևանում մեկ ձեռքի թույլ է տալի մեզ բանը նու որպես դիագնոստիկ ամենա ուժեղ մասնագետ այդ հարցում իմ համար դա Հոսեփյան Լիլիթ Սոկրատովնան է եւ մտածում եմ Գլազգո կլինիկի Գլազգո կլինիկայի նորից հրավիրում ենք մեզ հյուր հարմարվեց մի անգամ նկարենք այո եւ մեր նրա համար չէ որ միասին ենք աշխատում եւ Քոչարյան Տիգրանը որ հետ ես աշխատում եմ նաեւ կան մասնագետներ որոնց ես նույնպես շատ վստահում եմ դա Մուսայելյան Գահանենա կան էլի մասնագետներ որոնց չեք հիշի հիմա կարող է այս պահին միանգամից այդպես չհիշեմ, նաև կան մասնագետներ, որոնք Կանե Ակոպովնա Թոխունցը նույնպես շատ լավ ախտորոշում է այդ պաթոլոգիան, բայց իրենք քիչ են։ Եվ իսկապես երկրի, եթե մենք մասշտաբով ենք նայում, իսկ ով ասեց, որ բոլորը պետք է լինեն էքսպերտ ուլտրաձայնի, որ այդ անախտանիշ դեպքերը բաց չթողեն։ Բաց չթողնելը, այո։ Չգնա սոնոգրաֆիա ասեն, հա դու խնդիր չունես գնա։ Այո, համաձայն եմ ձեր հետ։ Այսինքն այստեղ այդ հարցը, որը մենք քննարկում ենք, հա, այստեղ ախտորոշումը շատ կարևոր է, շատ կարևոր հանգամ է, որտեղ այդ ախտորոշումից կախված է հետը։ Ինչու ենք մենք էնդոմետրիոզ ասում ենք, որ ճիշտ կլինի, որ վիրահատի մի անգամ եւ ինչու, որովհետեւ շատ հաճախ ես դրա մասին իմեջում էլ կա, որ ասում են կամուսնանաս կանց, ցավերա դաշտանի ժամանակ կամուսնանաս կանցնի, այս ինչ որ խնդիր է կամուսնանաս կանցնի, չի անցնում, բայց երեխա կունենաս կանցնի, բայց այնպես է, որ այդ ցավերը շարունակվում է, երեխա էլ չենք ունենում, դե չենք ունենում, բարձա մի պահ գալիս ենք, հասնում ենք ռեպրոդուկտոլոգիական, օժանդակ վերարտադրական տեխնոլոգիաների, այո, էնդոմետրիոզը ինքը ախտահարում է մեր ռեպրոդուկտիվ, մեր վերարտադրական համակարգը եւ հիմնականում կանայք երբ են գալիս հասնում, եթե չկա ասենց արտահայտված ցավային համախտանիշ։ Մի քանի տարի հետո, երբ որ իրանք չեն հղիանում, իսկ արդեն ժամանակը անցել է, որովհետեւ այդ դեռահասին, եթե ճիշտ ախտորոշվեր, դեռահասը կստանար համապատասխան բուժումը եւ արդեն իր վերարտադրական ներուժը իրագործելու ժամանակ կունենար այդ հնարավորությունը։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, շատ նուրբ թեմա է էնդոմետրիոզը եւ էնդոմետրիոզով պետք է զբաղվել մանրակրկիտ, էնդոմետրիոզով պետք է, այո, էքսպերտնի եւ մենք ունենք նաեւ Լիլիթ Սոկրատովնայի կողմից ստեղծված բորդ, որի ընթացքում քննարկվում են այդ բոլոր դեպքերը, երբ որ մեր բժիշկները ներկայացնում են, քննարկվում է եւ ներկա են լինում եւ ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ եւ վիրաբույժներ եւ այլ մասնագետ, այլ հարակից մասնագետներ, եթե պետք է լինում, հա, այսինքն դա շատ վիրաբույժներից ում կնշեք։ Վիրաբույժներից էնդոմետրիոզի հետ կապված, դե չնեղանան գոլեգաներս հերթականությունն էլ բան չանեմ, իմ համար դա իմ հետ, ասում ես ինչ որ տեսնում ես, չէ, Աշոտ Սիրունյան, Արա Ֆրիքսովիչնա Դրամփյան, Արտյոմ Վячеславիչնա, բայց ով կար ասեցիք, հա, գիտեք ոնց կարող ենք, ես դա էլ ուզում եմ ասեմ, որ կան մասնագետներ, որոնք կարող է նույնպես շատ լավ վիրահատում են, բայց ես չէ, նկատեմ չեմ ունեցել պացիենտ, որ ասենք թե հետ գիտեք ոնց է, դու աշխատում ես, հա, դու քո գործնեության մեջ աշխատում ես, հա, եւ ունես պացիենտ, ես դա ասում եմ, ասենք թե կруговорот պացիենտов в городе, հա, ասենք թե պական պացիենտներ, որոնք
գալիս են, ընտրում են բժիշկ, հետո փոխում են այդ բժիշկին, գալիս են սենց թղթապանակով, որտեղ շատ եւ շատ հետազոտություններ են արված, հա, կարող է պատահի ես այս պահին մոռացել եմ հարգարժան գոլեգաներից մեկի, բայց այդ 3 հա, նախապես թե ներողություն եմ խնդրում եւ չնեղանան, իմ համար այդ 3 մասնագետն են, որոնք այդ պահին իմ մտքին են գալիս։ Եթե շատ շարունակենք երկար, էլի մասնագետներ կհիշեմ, բայց այդ 3-ն են, որոնք հիմնականում, որոնց հետ ես աշխատում եմ, ասենք։ Կեսարյան հատումներին, որ դուք մտնում եք։ Կհիշեք ձեր առաջ կեսարյան հատումը։ Ինքնուրույն արած, օրդինատուրայի ժամանակ, բայց որը հիշեմ, որը ես արդեն ավելի Չէ, հենց առաջինը որ տեսակ կեսարյան հատումը ձեր կյանքում։ տեսնելը, հա, տեսնելը դա 4 կուրսի ուսանող էի։ Սա սենց են լնում։ Ես մի անգամ ծննդաբերություն տեսա իմ կյանքում ու երդվել եմ, որ ես էլ կյանքում ծնարան չեմ մտնի։ Հա, մի հատ ինչ-որ տեսարան էր, որին ես պատրաստ չէի։ Ռուստան Սերգեևնա, մի ավելի թեթև հարց տամ ձեզ։ Տղամարդը պետքա ներկա լինի կնոջ ծննդաբերությանը։ Դա զույգի որոշումն է։ Եթե Ձեզ չի խանգարում։ Ինչ բոլորովին։ Դուք ծնունդ եք ընդունում։ Լավ, չես լուրջ ուզում եմ այդ հարցը քննարկեմ։ Ծնունդ եք ընդունում, կնոջը ծննդաբերություն ընդունում եք, ամուսինը այնտեղ կանգնած է, ձեզ այդ չի խանգարում։ Եթե ինքը չի հուշաթափվելու, որ ես իրանով զբաղվեմ, իսկ ես ունեցել եմ նման դեպք, երբ որ պիտի մասնակցեմ, կնոջը հարցել եմ դու դեմ ես, չէ, ես դեմ չեմ։ Ու այնց հետաքրքիր էր, սենց դա մեր հին շենքում էր, սենց 3 ծնարան իրար կողքին ու այնպես ստացվեց, որ 3 ծնարաններում էլ իմ պացիենտներն են։ Ոնց որ ու ես սենց վազում եմ այստեղից այնտեղ։ Այս համընկավ ոնց որ մեկը մի քիչ ավելի վաղ շրջանում է, ասենք թե լատենտ փուլում է, մեկը դեպի ծննդաբերություն։ Մի խոսքով այն որ նայում ես, զբաղվում ես կնոջով եւ այլն, բայց այն որ ասում են կողմնային հայացքով զգում ես, որ ինչ որ մեկը այնտեղ այ չէ, ոչ թե շուռ է գալիս, ինչ որ մեկը ասենց ինչ որ տեսարանա իջնում է, շուռը զգալի տեսնում ես, որ այդ մարդը ուշաթափվել է։ Եթե իրենք զույգը համաձայն է, եթե զույգի համար դա կարևոր է, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Գիտեք, շատ հաճախ չնեղանան նույնպես գոլեգաները չեն սիրում, որ ինչ-որ մեկը ծննդաբերության ընթացքում մասնակցում է, ամուսինը լինի, քույրիկը լինի, ով ասենք թե նույն աջակից այլ անձինք եւ այլն, որտեվ մտածում է, որ ոնց որ իր գործողությունները քննադատման առարկա կարող են դառնան, ինչի պետքա տեսնեն ես ինչը ինչպես եմ Ես համարում եմ, որ գիտեք ոնց, եթե մենք ծննդաբերության մասին ենք խոսում, իմ ուսուցիչներից մեկը Խաչատրյան Արմեն Հարությունյանը, որը ուրեմն հիմա այս պահին Մարգարյան ծննդատանն է աշխատում, հա, Մորումանքան առողջապահպանման կենտրոնում, ինքը մի բան էր ասում, որ մենք մանկաբարձ գինեկոլոգ, մանկաբարձի վրա, մենք պետք է ուրեմն 93-ից 95% կանայք առանց մեզ էլ կծննդաբերեն, բնած դա տրված է, հա, մենք պետք ենք այդ 5-ից 7%-ում, բայց մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք այդ երբ ենք մենք պետք, երբ է մեր մասնակցությունը հոգուտ պացիենտի գնում, այդ դա է հարցը, դրա համար Պաժալստը թող գան, ես թաքցնելու բան չունեմ, ուզում, բայց այդտեղ ամենակարևորը կնոջ ցանկությունն է, եթե կինը ուզում է, որ հետը կողքը ծնարանում լինի մարդ, թող լինի, հա, թող ով ուզում է լինի, դա կինը չպիտի լինի դիսկոմֆորտում։ Ձեր նախկին արձինատորները ձեր ուղղությամբ շատ ջերմ են արտահայտել, որտեվ ես շատերից եմ լսել, վայ Ռուստան Սերգեևնաս, վայ իմ ուսուցիչը, ինչ զգացողություններ եք ունենում, երբ որ ձեր արձինատորներին եք արդեն տեսնում, այդպես կայացած բժշկի կարգավիճակում։ Ես շատ, չգիտեմ, պարծենում եմ, դա իմ համար մի ուրիշ զգացողություն է, ասեմ ձեզ, ունեմ նաև ես այդ ամենի հետ, ինչ որ պրակտիկ աշխատանքի հետ, նաև ես համագործակցում եմ որպես օրինակ Հայ օգնության ֆոնդի ծրագրի հետ, ուրեմն որի շրջանակներում բժիշկներ անկախ տարիքից, հա, այստեղ կլինի արձանատրի հարցի, անկախ տարիքից գալիս են վերապատրաստման։ Ես ունեմ մարզերից եկած բժիշկներ, որոնց ես եմ հնարավորություն ստեղծել, որ իրանք կեսարյան հատում ինքնուրույն անեն։ Ու գիտեք, որ դա ինչպիսի միած զգացողություն է, երբ որ դու գնում ես որևէ տեղ, դու արդեն ոչ թե մոռացել ես, բայց ասենք թե պահ լինում, իմ մոտ եղել է այդ պահը, մեր նախկին կլինիկական օրդինատորը մարզում է աշխատում, մենք հետո մասնակցել ենք մի սեմինարի, որը նվիրված էր զուտ ինքը trainer of trainers էր,
մեկ այլ ծրագրի համար ին որպես մարզի ներկայացուցիչ ինքներ եկել մարզային հիվանդանոցի եւ միած շատ հետաքրքիր բան կար, հատված կար, որը բժշկական չէր, ասում էր գրեք նամակ ձեր ուսուցչին։ Սա կհուզվեմ։ Հա, ես հուզվեցի, որտեվ ինքը ամեն մեկ ինչ որ բան ասեց, ինքը վեր կացավ, ասեց ես ուզում եմ այս նամակը, ես ուղում եմ այն մարդուն, որը ստեղ ներկա է։ Ու ես լարվեցի, որտեվ ես հասկացա ինչ է հիմա լինելու։ Մնացածը չեն բանանում, դե ինչ որ ռեկլամ չես անում, որ հա մեր նախկին արտինատորն է, հա, ու իսկապես այն ջերմությունը, այն խոսքերը, ինչ որ ձևական բան չկար, որովհետև մենք պարզապես միջազգային կազմակերպության ուրեմն անցկացվող սեմինարի ընթացքում էինք, որովհետև ոչ կախվածություն իրարից ունենք, ոչ մի բան, բայց ես ուզվեց, որ այդ նամակը ինքը ինձ ուղղեց։ Շատ ուրիշ է։ Ես ունեմ, ասենք թե մարզայինից բացի, ես ունեմ կլինիկական օրդինատորներ, որոնք դարել են ընկեր, որոնք այսօր նոր նույն մեր կլինիկայում մի այնպիսի կարիերա են արել, որի համար ես շատ ուրախ եմ։ Ամենակարևորը գիտեք այդ հարցում ինչ է, որ գիտեք ես դարել եմ մասնագետ այդ անցումային պերիոդում Սովետական միությունը փլուզվել է, նոր ուրեմն անկախ Հայաստանն է, կան հարցեր, որոնք այդ հնուց դուք չեք հաստրե դա տեսնել, ասենք թե կար այդ սահմանափակումը, դու այս կամը կարող ես անես, դու կարող ես վիրահատես, նա չի կարող վիրահատել այդ ամենը, բայց ինձ բախտ վիճակվեց կլինիկական օրդինատորայի ժամանակ այնպիսի բժիշկների հետ աշխատել, որոնք ինձ այդ ամեն ինչը սովորեցրեցին։ Եվ ես որոշեցի, որ ես էլ եմ այդպես անելու, որ ես նպաստելու եմ նրան, որ իմ հետ աշխատող կլինիկական օրդինատորը դառնա լիարժեք մասնագետ, որովհետև կան մարդիկ, որոնք ոնց որ վախենում են, хотя ես չեմ տեսնում դրա հիմքերը, ինչ որ հետագայում կոնկուրենցիայից չկա տենց բան, որտեղ մինչև այդ կլինիկական օրդինատորը կայանա հասնի ինչ որ կետի, դու արդեն այնքանով կայացած ես, որ դու իրեն շատ սխալ բան է։ Դրա համար ես հակառակը, ես եմ ասում, որ եկեք, սովորեք, ինչ որ կարողանում եմ, սովորացնում եմ։ Եվ չգիտեմ, եթե հանդիպել եք իրենք, որոնք տենց ջերմությունով են, ջերմ խոսքերով են, ես շատ ուրախ եմ, որովհետև շատերին չեմ արդեն որ շատերն են անցել մեր կլինիկայում, շատերին բոլորին հիշում եմ, շատ լավ։ Էդի ձեր մոտ մենակ ձեր մոտ չի, ձեր մոտ ընտանեկանը Վալենտինա Սերգեևնան եղել է իմ դասախոսը, ու խնդալուն ասեմ, իմ կարդիոլոգիայի դասախոսը։ Ինքը ինձ կարդիա դասավանդը։ Թերապիա, հա, ինքը իմ կարդիոլոգիայի դասախոսն է եղել, ու Վալենտինա Սերգեևնան դասախոսներ շատ են ելնում, չէ, հարյուրավոր դասախոսներ են անցնում, բայց մի քանիսը կան, որ տենց անդադ հիշում ես Վալենտինա Սերգեևյան, ձեր հալալ ջուլալ քույրիկը, տենց իմ ամենավառ դասախոսներից մեկն էր, որովհետև հա դուք եք ավելի ուժեղ ձեր ոլորտում, թե ինքը իր սկրիսական հարց տվեց, չէ՞ դու քանդվի։ Չենք համեմատվում, գիտեք ոնց, մեր ոլորտը մի քիչ ավելի ամեն մի ոլորտը իր առանձնահատկությունը ունի։ Իրենք քիչ են, բայց ասենք իրենց քանի որ քիչ են, այստեղ այդ կայանալը ավելի մի փոքր արագ է։ Մեր մոտ մի քիչ ավելի դա, բայց մեր պացիենտները ավելի շատ են։ Իրենց պացիենտները, այսինքն դա երբևէ չեմ բան արել, չեմ մտածել։ Դե որ մտածեիք, չէ կլինիկայի անունը երկու քրոջ անուն չէիք դե ռուսի դեպ վան եկել էր ռուսն է իմ մեր մոտ։ Այո։ Ռուստան Սերգեևնա։ Արագ, 3 գիրք, որ խորհուրդ կտան, կարդան մեզ դիտողները։ Ինչն եմ սիրում, ես ինչ եմ սիրել միշտ կարդալ, դա քանի որ ռուսական դպրոցում եմ սովորել, դա ռուսական գրականությունից կասեմ ինչն եմ սիրում, դա երևի Լև Տոլստոյ ուրեմն Վայնայի միր, դա մի գիրքն է, որը ես շատ հաճախ կարդում եմ, դա Վենյամին Կավերին Դվա կապիտանը, դա երկրորդ գիրքն է եւ ինչն եմ եւ առանձին գիրք չեմ կարող ասել, ես ահավոր շատ սիրում եմ կարդալ Ագաթա Կրիստիի դետեկտիվները, առանձնացնել չեմ կարող, շատ եմ սիրում դետեկտիվային այդ պատրաստ եմ եւ կինոները նայել եւ գիրքը կարդալ, գիրքը մեծ հաճույքով ցանկացած Ագաթա Կրիստիի դետեկտիվ կարդում։ Հայերեն շատ լավ թարգմանություն։ Այո, հիմա շատ լավ թարգմանություններ կան ու շատ լավ է, որ ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք հայերեն ունենք շատ մեծ գրականության թարգմանչական բազա եւ գրականություն ունենք։ Ես շատ ուրախ եմ, որ մենք գրականություն ունենք հայերեն մասնագիտական
ես շատ ուրախ եմ, որ շատ հաճախ իրան գրված չեն, թարգմանված չեն եւ ադապտացված, այլ հենց գրված են հայերեն։ Դա կարևոր հանգամանք է։ Դե ինչ, ձեզ ուրախ մարտի 8 բոլոր այն տղամարդիկ, ովքեր ձեր ծաղիկներ չեն նվիրելու վաղը, իրանց կարաք սև ցուցակ գցեք, իհարկե հումոր եմ անում, սերն է կարևոր։ Առողջ եղեք եւ երջանիկ, իսկ այսօրվա մեր հյուրը, ասենց երկար ներկայացնեմ, Երևան քաղաքի գլխավոր գինեկոլոգ, Շենգավիթ ԲԿ-ի բուժգծով փոխտնօրեն, Վառուս կլինիկայի համահիմնադիր, մեր շատ լավ ավակ ընկեր, անձնավորություն, ում բոլորս շատ սիրում, հարգում ենք։ Իդեպ մի հատ գաղտնիք բացեմ, ես երբ որ ջահել ժամանակ մեդպրիստավից էի աշխատում, Շենգավիթ էի գալի, տենց վախվորած էի գալի ձեր մոտ, հա հիվանդանոցում Սիրգևնը, բայց հետո որ ծանոթացա, ասում եմ դե բանը շատ են այս մարդուն դեմոնիզացրել, շատ են դեմոնիզացրել, դա Սիրգևնը շատ շնորհակալություն, որ հյուրընկալեցիք մեզ, առողջ եղեք։ Ձեզ շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ը։ Պակա-պակա։